Քրիստոս հարյավի մերելոս ձեզ և մեզ մեծ ավետիս։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Հանուն Հոր և Որդվո և Հոգվի Սրբո, ամեն։ Աստված ասաց թող լույս լինի, և Աստված տեսավ, որ լույսը բարի է, և Աստված լույսը բաժանեց խավարից։ Այս է առողջության միաշաբաթի կիրակոյի առաջին օրվա պատմություն։ Առողջությունը հենց լույսով սկսվեց։ Աստված տեսավ, որ լույսը բարի է, և Աստված լույսը անմիջապես բաժանեց խավարից։ Լույսը աստվածային է, իսկ խավարը դժոխային է։ Հենց առաջին օրը տեղի ունեցավ ապստամբություն առողջության դեմ, Աստծո դեմ, և առաջին օրը հենց դատապարտվեց այդ ապստամբությունը, հպարտությունը, հրեշտակած պարտությունը, և լույսը անմիջապես բաժանվեց խավարին։ Եվ հետագայում 6000 տարի անց այս պատմությունը կրկնվում է։ Աստված տեսավ, որ լույսը բարի է, լույսը մեր Տերն է, Հիսուս Քրիստոս։ Եվ լույսը, երբ երկնքից երկիր իջավ, մեզ նման մարդ դարձավ, եկել էր խավարը լույսից բաժանելու։ Խավարն էր տիրում անդունդի վրա։ Անդունդը դժոխի սանդարամետներն են, և լույսը եկել էր, որ բաժաներ խավարը, հեռացներ խավարը, ոչնչացներ խավարը, որպեսզի լույսը թագավորի մարդկանց սրտերում։ Եվ ահա, երբ մեր Տերը Հիսուս Քրիստոս խաչի վրա զոհաբերվում էր հանուն մարդկության փրկության, արեգակը խավարեց, որովհետև չէր կարողանում իր առաջին տեսնել խաչի վրա, կարծես իր աչքերն էր ծածկում, և երբ արեգակը խավարեց, 8 անգամ մութով ծածկվեց, մութ էր, ցերեկ էր, ժամը 3-ն էր, բայց կարծես գիշեր լինի։ Լուսինը արյան գույնով ներկվեց, կարծես լուսինը արյուն արտասուք էր թափում, արտասվում էր լուսինը, որովհետև արարիչն էր, Քրիստոս էր խաչվում։ Երկրաշարժ եղավ, ամբողջ երկիր մոլորակը իր երախը բացեց, պատռեց, ճեղքեց իր պատմությանը և աղաղակում էր, ձայներ են լսում սանդարամետներից։ Երկնքի վարագույրը վերից վար պատռվեց, խորանի վարագույրը։ Իսկ խորանը ինչ է խորհրդանշում, երկինքն է խորհրդանշում, անգամ երկինքը իր պատմությանը պատռեց, չդիմացավ այդ ահարկու ու սարսրազդու խաչելության։ Եվ ճիշտ նույն պահին, երբ մեր Տերը Հիսուս Քրիստոս խաչվեց, առաքյալները արդեն թողել հեռացել էին, բոլորը վախեցել էին, սարսափել էին, զարհուրել էին, և այսպես տխրություն էր երկնքում, որովհետև երկնքի իր պատմությանն էր պատռել, օդն էր մթնել, արեգակն էր խավարել, լուսինն էր արյամբ ներկվել, երկրաշարժ էր եղել, երկիրն էր պատռվել, անգամ բնությունը, անգամ բուսականությունն էր մեռել, ինչպես եկեղեցու սուրբ հայրերն են ասում, որ Քրիստոսի խաչելության պահին որևէ մեկը չծնվեց, բոլոր ծնունդները դադարեցին։ Եվ երբ այս խավարն է տիրում անհունի վրա, Քրիստոս հարյավ իմեղրոց, եկավ խավարը փարատելու, միաշաբաթի առավոտյան արեգակը լույսը ծագելուց, երբ արդարության արեգակը հարություն արավ մերելներից, կրկին լուսավորվեց բնությունը, ցրված, տխրած առաքյալները ամենուրեք, ամեն մեկը մի անկյուն արտասում էր, ցավ էր ապրում Քրիստոսի խաչելության համար, կրկին միաբանվեցին, յուղաբեր կանայք նրանց բարի ավետիսը տվեցին,
թռչուններն են արդեն աղոթում առավոտ լուսադեմին, ինչպես ամեն առավոտ լուսադեմին Քրիստոսի հարությունն են գողորքում, այդ պահին էլ թռչունները սկսեցին ճրվողել, օդը լուսավորվեց, բնությունը ծաղկեց, գարուն էր, որտեղ Քրիստոս հարյավ իմերնից։ Այդ նույն խորհուրդն է այսօր, մենք միասնաբար այս տարի առաջին անգամ Քրիստոսի հարության ավետիսը փոխանցեցինք ձեզ, երկենքից ստացանք, Սուրբ խորանից ստացանք, Սուրբ պատարագի մատուցումով, աստվածային օրհնություններով ենք այն փոխանցում ձեզ, որպեսզի այս հիսնօրյա պահեցողության շրջանը, որ հանուն ապաշխարության է, որովհետև մենք զղջում ենք, որտեղ մենք ցավ ենք ապրում մեր գործած մեղքերի ու հանցանքների համար, որտեղ արտասվում ենք ու կուրծք ենք ծեծում, բայց ով հանուն Աստծո է տխրում, հանուն մեղքերի քավության ու ապաշխարության է տխրում, ապա Քրիստոսի հարության լույսով կուրախանա։ Ուրեմն թող այս Քրիստոսի հարության լույսը փոխանցվի բոլոր տրտմած սրտերը, բոլոր ապաշխարած հոգիները, նրանք ովքեր անկեղծ ի սրտե այս հիսնօրյա պահքը պահեցին, զղջումով, արտասուքով, այսօր էլ ծոմ են եկել, ոչինչ չեն ճաշակել, թող ուրախանան ձեր սրտերը և Քրիստոսի հարության լույսը թող այս ամբողջ տարին ձեզ առաջնորդի դեպի հավիտենական երկնքի արքայությունը։ Քրիստոս հարյավի մերոնով ձեզ և մեզ մեծ ավետիս։ Որ գիար է հարությունը Քրիստոսի